ասենք փառք Տիրոջը, փառավորվի մեր Աստված, մեր կենթանի եւ հզոր Աստված, որին հուսացել ենք փառավոր Տերը, հալելույա։ Այսօր սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ մի թեմայի մասին խոսանք, որը վերնագրել եմ հետեւյալը, որ ունեցիր քո սեփական հայտնությունը, ինչի եւ ինչպես ունենալ։ Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն մենք գիտենք, մենք ապրում ենք մի ժամանակ, մի անապատում, որը առանց Աստծո առաջնորդության իրոք անկարելի է ապրել, սպասել, պատերազմել, խուսափել մեղքից, անօրնությունից, գայթակղություններից։ Ես դա տեսնում եմ իրոք անապատ, որ անապատի մեջ իրոք անհնար է, ժողովուրդ ջան, եթե չլսենք Տիրոջ ձայնը։ Գիտենք, բոլոր գիրքը Աստծո խոսքն է, Աստծո ձայնն է, Աստծո առաջնորդությունն է, բայց մենք եւս պետք է անհատական հաղորդակցվենք Տիրոջ հետ եւ հասկանանք Տերը ինչպես է առաջնորդը։ Եվ քիչ չեն դեպքեր, որ մարդը սխալ հաշվարկներով, ոչ ճիշտ որոշումներով հայտնվել է ի փակուղի, եւ թե հոգեվոր, եւ թե ֆիզիկապես, եւ ընտանեկան, եւ մարդը սխալ հաշվարկներն անելով այսօր հեռացել է Տիրոջից, հեռացել է Աստծո ընտանիքից, իր տեսիլքի մեջ ճակերտավոր ասած ունեցել է հայտնություն, առաջնորդություն, ինչ որ ծրագիրներ, որոշումներ եւ հեռացել է Տիրոջից, կորցրել է ուխտը, կորցրել է հաղորդակցությունը, բայց այսօր դրա ժամանակը չի, այսօր պետք է վերականգնենք, ոչ թե բավարարվենք, որ պետք է գանք Կիրակի օրը լսենք, թե ինչ է ասվում։ Ամեն եւ այո, այդպես է, բայց միթե չունենալ սեփական հայտնություն, չունենալ Աստծո առաջնորդությունը մեր ծրագիրների մեջ, ինչպես գրված է, քննեցեք Աստծո կամքը, ընտրենք Աստծո կամքը, իմանանք ժամանակները, դա մեզ տրված է, ժողովուրդ ջան, դա մեզ տրված է։ Ոնց կարա զավակը, ժառանգը ծնողի հետ ունենա մի օր շաբաթվա մեջ մի օր, որ հետնել այն դեպքում, որ այդ զավակը, այդ ծնողը պետք է խոսա մեկ ուրիշի միջոցով։ Միթե այդ զավակը կարիք չունի հաղորդակցվելու ծնողի հետ կամ ծնողը զավակի հետ։ Աստծո անունը փառավորվի։ Ուզում եմ մի թեմայի մասին խոսանք, որը շատ տարիներ առաջ իրոք այս ինչ որ պետք է նայենք, իրոք ես առել էի Տիրոջից, բայց մակերեսորեն, բայց մի քանի օր առաջ իրոք հստակ մի կարևոր բան հայտնվեց, որը չեմ կարող չկիսվեմ, որովհետև բոլորիս պետք է դա։ Մենք պետք է կարդանք Հովհաննեսի ավետարան 20-րդ գլխի մեջ մեր բոլորիս ծանոթ միտեղ Մարիամի պահը։ Մարիամը, երբ որ Մագդաղենացին գալիս է Տիրոջ գերեզմանը։ Եվ գրված է, միաշաբթի օրը Մարիամ Մագդաղենացին առավոտան ստակավին մութ գալիս է գերեզման եւ տեսնում է քարը գերեզմանից վեր առած։ Մի քանի րոպե նայենք, շատ կարճ աշխատենք ժամանակը խնայենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, Մարիամը ուր էր եկել։ Ինչի էր գերեզման եկել։ Եվ գերեզման էր եկել ոչ թե ակնկալիքով, որ գա հարություն Քրիստոս տես, իր համար հարությունը չէր, իր համար Քրիստոսը մեռած էր։ Երբ որ ինքը լուրը իմացավ, տեսավ, ինքը չգիտեր, որ Հիսուսը հարություն արել, նա չէր պատկերացնում, եւ ոչ մենակ, աշակերտներ նաեւ։ Ստեղ մի կարևոր միտք կա, որը ուզում եմ նայենք եւ թույլ տվեք ես ձեւ ասեմ, մի փոքրել ամաչենք այն, որ Մարիամ արավ, բայց մենք չենք անում։ Եվ գրված ասում Մարիամը առավոտան ստակավին մութ եկավ գերեզման։ Առավոտ մութ եւ կինը եկել է գերեզման։ Կին, որը կարար եւ վախենար, ինքը վախ ուներ եւ երկու վախ կար, վախ, որ հрьяաներից էին վախում, ինչպես գրված աշակերտները, որ վախում էին, եւ Մարիամը, որը վախ կարար ապրեր, գերեզման էր եկել։ Մութ ժամանակ առավոտ կանող գերեզման էր եկել, որ հանդիպեր
միայն մեռած Քրիստոսին։ Նա եկել էր գերեզման, որ Քրիստոսին տեսնի։ Նա սիրում էր, նա փափագում էր եւ եկել էր Քրիստոսին։ Ես պատկերացնում եմ, եթե ողջ գիշեր երևի չէր քնել։ Առավոտ կանող եւ մութ։ Չեմ կարող ասեմ ինչ ժամ էր, մենք կարանք պատկերացնենք, երևի գիշերն էլ չէր քնել։ Գիտեք ժողովուրդ ջան, մի փոքր համեմատենք այսօր Մարիամի եւ մեր կյանքը։ Մարիամը չգիտեր Քրիստոսի հարությունը։ Մութ ժամանակ փնտրում էր Քրիստոսին, մեռած Քրիստոսին։ Արդյոք մեզ համար բացվել է հարության Քրիստոսը, որ մենք չենք փնտրում այն Քրիստոսին, որը Մարիամն էր փնտրում։ Այսօր ինչ ես փնտրում դու։ Արդյոք փնտրում ես Տիրոջը, արդյոք փնտրում ես հանդիպելու հարության Քրիստոսին։ Ոչ թե եթե իհարկե մեռած չի քեզ համար Քրիստոսը։ Մենք կարանք ասենք կենդանիա Քրիստոս հարություն արել ամեն ու ամեն։ Իսկ Մարիամը եկել էր մեռած Քրիստոսին, բայց դու ինչքան ես փնտրում կենդանի Քրիստոսին քո մեջ։ Ո՞վ է Քրիստոսը քեզ համար։ Նա քեզ համար հարություն արել է թե չէ։ Նա Աստծո աչքոմը, նա Աստված է նստած Աստծո փառքի մեջ, որքան ես փնտրում կենդանի Քրիստոսին, եթե քեզ համար Քրիստոսը կենդանի է։ Բայց Մարիամը փնտրում էր մեռած Քրիստոսին։ Եվ գրված ասում առավոտ կանող փնտրում էր, եկել էր գերեզման։ Մենք արդյոք առավոտ կանող լույսը չբացված, մենք փնտրում ենք մեր անկյուններում Քրիստոսին, հաղորդակցվելու իր հետ։ Ինչքան դու կփնտրես, այնքան Աստված քեզ կբացվի իրավ լինելը։ Եթե դու չես փնտրում, քո փնտրտուք աշխարհի մեջ ամեն ինչ է, բայց ոչ հարության Քրիստոս։ Քեզ համար աշխարհն էական, եւ քեզ աշխարհը չունի տալու ինչ որ հայտնություն, նա քեզ տալու է գայթակղություն։ Նա փնտրում էր մութ ժամանակ Քրիստոսին, բայց այսօր լույսը ունես, գուցե դու հակառակն ես, մութ բաներ ես փնտրում, բայց ոչ Քրիստոսին։ Ով է քեզ համար Քրիստոսը։ Եվ ասում է, եւ գալիս է գերեզման։ Ուրեմն եղբայրն էլ հիշացրեց Սաղմոսը, դու չես վախենա գիշերվա զարուրանքից։ Փառք Աստծուն, որ Մարիամը իրոք չէր վախենա գիշերվա զարուրանքից։ Ինքը գիտեր ում է փնտրում։ Եվ շատ անգամ իրոք վախեր են գալի մեր կյանքում, եւ մենք վախում ենք, որովհետեւ չունենք հայտնություն։ Քիչ հետո մենք կարդանք մի փոքր երկար է, բայց կուզեմ բառ նայենք, այստեղ կարևոր միտք կա, որը պետք է մենք իրոք նախանձով նայենք։ Բարի կարելի ասել նախանձով նայենք այն Մարիամներին, այն հոգիներին, որ գիշեր ցերեկ փնտրում են եւ ունեն Տիրոջ հետ հաղորդակցվելու այդ փառավոր հնարավորությունը։ Եվ ասում է, եւ տեսնում եք քարը գերեզմանից վեր առած։ Ապա վազում է գալիս Սիմոն Պետրոսի եւ մյուս աշակերտների մոտ, որին Հիսուսը սիրում էր, եւ ասում նրան. Տիրոջը վեր առան գերեզմանից եւ չգիտենք թե որտեղ դրին նրան։ Իրոք փակ էր Մարիամին, որ Հիսուսը հարություն արել, բայց փառք ասում մեզ բաց է։ Հիմա բաց լինելը պայմանավորված է նրանում, թե ինչքան ենք մենք փնտրում։ Իրոք բաց է մեզ համար։ Իրոք մեզ համար Քրիստոսը իրական է։ Եթե քեզ համար Քրիստոս իրական է, դու չես կարող Քրիստոսի հետ չմեկանաս։ Դու չես կարող Քրիստոսի երեսը չփնտրես ավելի շատ, քան աշխարհը եւ իր գայթակղությունները։ Եվ ասում է, եւ դուրս եկավ Պետրոսը, մյուս աշակերտը եւ գալիս էին գերեզման։ Եվ երկուսը միասին վազում էին, եւ մյուս աշակերտը վազեց շուտով անցավ Պետրոսից։ Եվ առաջ եկավ գերեզմանը։ Ծռվելով տեսնում է կտավները դրած, բայց ներս չմտավ։ Սիմոն Պետրոսը հասավ եւ նրա ետևից գալիս էր։ Եվ մտավ գերեզմանը եւ տեսնում է կտավները դրած։ Վաշամակը, որ նրա գլխի վրա էր, կտավների հետ չէր, այլ ջոկ ծալած։ Սրան չեն կանադառնում, ծալած առանձին տեղ։ Այն ժամանակ մյուս աշակերտն էլ ներս մտավ, նա որ առաջ էր գերեզմանը եկել, տեսավ եւ հավատաց, որովհետեւ տակավին չգիտեին գիրքը։ Ուրեմն ինչ է տեսնում Պետրոսը կամ մյուս աշակերտը։ Նա տեսնում է վաշամակը,
տեսնում է կտավը մի կողմ դրած, ցալած, դա իր խորհուրդն ունի, դա իրական է այդ խորհուրդը, բայց մյուս աշակերտը գալիս է գերեզմանը, տեսնում է նույն բանը մի փոքր պակաս։ Այստեղ մի բառ կա, որ ուզում եմ նայենք, եւ ասում է մյուս աշակերտը ներս մտավ, նա որ առաջ էր գերեզմանը եկել, տեսավ եւ հավատաց։ Այդքանը։ Ինչին հավատաց։ Ինչին հավատաց։ Հավատաց, որ ուղղակի Հիսուսը այնտեղ չի։ Հիսուսը չկա այնտեղ։ Այդքանն էր իր հավատքը։ Եվ շարունակում ասում է Եվ տեսավ հավատա, որովհետև տակավին չգիտեին, թե գիրքը, թե պետք է նա մեռելներից հարություն առնե։ Եվ աշակերտները դարձյալ իրենց տունը գնացին։ Փառք Տիրոջը։ Ինչ եղավ, ինչ տեսան, որ գնացին։ Ժողովուրդ ջան, ինչ եք առնում դուք Տիրոջից եւ շատ շուտ գնում եք։ Ունեք արդյոք հայտնություն, թե բավարարվում եք նրանով ինչ որ բաներ, թե օրվա մեջ, թե շաբաթվա մեջ, թե ամսվա, թե երկար տարիների մեջ, որ մենք հավատքի մեջ ենք։ Ինչքան ես դու գնացել քո տուն դատարկ։ Ինչքան ես դու մտել քո անկողինը դատարկ, գլուխդ բարձին դրել դատարկ։ Եվ ինչ արան աշակերտները, այն ժամանակվա իհարկե այն մարդիկներին, որ հլա դեռ չէին հանդիպել, Սուրբ Հոգով մկրտված չէին, եւ չեմ իհարկե աշակերտներ էին, բայց դե լսված չէին Սուրբ Հոգով։ Դուք այսօր ավելին գիտեիք, քան այն ժամանակ մինչև Պենտեկոստեն աշակերտները։ Բայց ինչ արավ Պետրոսը։ Ինչ արան են աշակերտները եւ որ շատ շուտ գնացին տուն։ Ինչ ես առում դու, սիրելի Աստծո հոգի։ Երբ որ իրիկունը գալիս է եւ դու պաշտում ես քնելու, ինչ ես արել Տիրոջից։ Գրել ես անդիմանություն։ Քո արածի համար ցավ ապրել ես։ Քո մտքի խորհուրդների համար, որը որոշում ես կասել, ինչ որ Աստվածանից ունեցել ես։ Ինչ ես արել դու։ Տարին փակվել է։ Դու կարող ես նստել, նայես քո անցած տարիները, նայես ստաժդ նայես, հոգևոր ստաժդ նայես, բայց ինչ ես արել Տիրոջից։ Ինչքան է քո կյանքը փոխվել։ Ինչ ես հասկացել Քրիստոս կյանքից։ Որտեղ է Քրիստոսը քո մեջ։ Եվ ուզում եմ շարունակենք, բայց Մարիամը գերեզմանի մոտ գնաց էր։ Դուրսը եւ լաց էր լինում։ Գիտեք, մի փոքր, ես չեմ ասում դա հենց սրա միտքն է, բայց կուզեմ մի փոքր այստեղ համեմատություն անենք։ Այո, Մարիամը լացում էր, որովհետև այն Քրիստոսին, որ ինքը հրաժեշտ էր տվել կենդանի ձևով այդ Քրիստոսը չկար։ Սիրելի Աստծո հոգի, գուցե ժամանակին դու հոգևոր ես եղել շատ լուրջ։ Այսօր արդյոք լացում ես, որ Քրիստոսը քեզ համար չեմ ասի մեռած։ Քավլիցի որ ասեմ, դու ես մեռած Քրիստոսի համար, ինչքան ես լացում, որ դու կորցրել ես քո հաղորդակցությունը եւ շատ հանգիստ ես այսօր։ Ինչքան ես լացում, որ քո երկնավոր հորիցը դու ոչինչ չես արել։ Դու մեղքի qayթ չունես, դու հանդիմանություն չունես։ Դու ճշմարտությունը միայն գիտես, բայց ոչ մի բան։ Ինչքան ես լացում, ինչքան ես ողբեմ քո հանցանքի համար։ Ինչքան ես փնտրում Տիրոջ երեսը լացով աղաղակով։ Եվ այդքան է քեզ բացում Քրիստոսը քո կյանքի մեջ, եւ նայա քո Տերը, նայա քեզ առաջնորդելու այս անապատի մեջ։ Աստծո անունը փառավորվի։ Եվ ասում է Մարիամը, դու բավարարված ես այն ինչ որ տեսնում ես, գիտես եւ կաս, բավարարված ես նրանով, որ դու եկել ես Աստծո տուն, բայց կենթանի կապդ կորցրել ես Տիրոջ հետ։ Միթե արժե բավարարվել նրանով այն երկնային Աստված, որ ավելին ունի քեզ տալու։ Ինչով ես բավարարված։ Եվ ասում է Մարիամը տեսավ եւ տեսնում է երկու հրեշտակ սպիտակ հանդերձներով։ Եվ մեկը գլխի կողմը, մյուսը ոտքերի կողմը։ Իհարկե այն գերեզմանը այնտեղ, որտեղ Հիսուսը պարկած է եղել։ Եվ հրեշտակը պատասխանում է։ Եվ ասում է, եւ նրանք ասեցին, ով կին, ինչու ես լազ լինում։ Ինչու ես լազ լինում։ Եվ նրանց ասեց, նրա համար, որ իմ Տիրոջը վեր են արել։ Գիտեք ժողովուրդ ջան, իրոք մեր կյանքում, եթե ունենք դժվարություններ, եթե չունես հայտնություն, այդ լացը քեզ թույլատնելու է։ Եթե մեր կյանքում կան այսօր շատ դժվարություններ,
Բայց եթե երկնային հայտնությունը մխիթարական խոսքը չգա քեզ, դու շարունակ լացելու ես, ինչպես Դավիթը առաջի թագավորած 1:30-ի մեջ ասում է, Դավիթը այնքան լացեց, որ իր ուժը պակասեց։ Եվ իր մեջ միտք եկավ Տեր Աստծով զորանալ։ Այո, չունենալ հայտնություն, չունենալ խոսքը մխիթարությունը, մենք պետք է իրոք լացենք։ Մենք պետք է լացը մեզ առաջնորդի դեպի մարմնավոր խորհուրդներ, պետք է առաջնորդի տկարություն եւ շատ բաներ, բայց դու փնտրի Տիրոջ երեսը, նա քեզ հետ խոսալու բան ունի, նա քեզ մխիթարական խոսք ունի ասելու, նա քեզ հանդիմանություն ունի անելու, փնտրի Տիրոջ երեսը, մի բավարարի ինչ ես արել, փնտրի Տիրոջը, նա ավելին է, քան դու պատկերացնում ես։ Եվ շարունակում ասում է, երբ որ սա ասեց, դարձավ իր հետին, երբ որ սա ասեց, դարձավ իր հետին կողմը եւ Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր թե Հիսուսն է։ Փառք Տիրոջը եւ տեսնում է ում Հիսուսին։ Ինչի գիտեք, որովհետեւ ինքը համառ էր։ Նա չէր բավարարվում։ Նա չէր բավարարվում ինչա տեսել։ Նա չէր բավարարվում, որ միայն գերեզմանը բաց է եւ Հիսուս այնտեղ չի։ Նա փափագում էր Տիրոջը։ Ինչքան փափագես, Տիրոջը պիտի տեսնես։ Տիրոջ ներկայությունը պիտի քեզ առաջնորդի։ Ինչքան փափագես, Տերը պիտի բացվի քեզ։ Նա քեզ հետ խոսալու բան ունի։ Տիրոջ անունը փառավորվի։ Նա քեզ ասելու բան ունի, Աստծո զավակ, դու ավելին ես, դու ավելին կարաս։ Որտեղ Տերը ավելին ունի քեզ համար պատրաստած։ Եվ ուզում եմ այդտեղ մի ուրիշ եւ հայտնություն եկավ Մարիամին։ Եվ սա ասավ, դարձավ իր հետին կողմը եւ Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր թե Հիսուսն է։ Հիսուսը նրան ասում է. «Ինչու ես լաց լինում, ում ես որոնում»։ Սիրելի Աստծո հոգի, դու ինքդ քեզ հարց տուր։ Ես համոզված եմ, որ Սուրբ Հոգին քեզ հարցնում է, ում ես որոնում։ Մի հատ էզևի երկ կա, չէ՞, ինչ ես որոնեմ այս ցեխերի մեջ։ Ինչն է քեզ համար կարևոր, ինչ ես որոնում դու այսօր։ Այս աշխարհի մեջ, այս մեռած աշխարհի մեջ ինչ ես որոնում դու այսօր։ Դու կարող ես Տիրոջը պատասխանել այսօր։ Երբ որ մենք աղոթ կանենք, ասա Տեր, ես որոնում եմ այսինչ բաները, ես ուզում եմ փոխվի իմ միտքը։ Ժամանակն է քեզ որոնելու։ Ինչպես Մարգարեն ասում է, ժամանակն է Տիրոջը որոնելու։ Ժամանակն է Տիրոջը որոնելու։ Աստծո ժողովուրդ, Հիսուսը ասում է, ինչ ես որոնում դու այսօր։ Ինչքան ես մտածում երկրայինի վրա։ Որն է այսօր քեզ համար ամենակարևորը, Հիսուսին փնտրել, թե Հիսուսից խնդրել։ Մարիամը չէր եկել իր հոգսերով Հիսուսի մոտ։ Մարիամն եկել էր Հիսուսին տեսնի, գերեզմանը տեսնի, բայց քեզ համար ավելի մեծ կարևոր բան կա, Հիսուսը հարություն է արել, նա քո մեջ է, նա երկնային փառքի մեջ է, նա լսում է քեզ, եւ այսօր ասում է, ինչ ես որոնում, ինչ ես ուզում, որ ինչ ես կամենում, որ ես անեմ։ Ասա Տեր, ուզում եմ աչքերս բացես։ Ուզում եմ աչքերս բացես եւ իմանամ, որ եթե մի ժամանակ Բարտեղոմոս եկել էր փող հավաքելու, այսօր ասում եմ Տեր, աչքերս բացի, ուզում եմ քեզ տեսնեմ, ուզում եմ հայտնություն ունենամ, որովհետեւ դու ավելին ես։ Դու ավելին ես, քան ես գիտեմ եւ միջև հիմա պատկերացրել եմ, նա մեծ բան ունի քեզ ասելու։ Եվ ասում է Փառք Տիրոջը, երևի հակառակ պետք լիներ Գուցե եւ հակառակը լիներ մեր լեզվով ասած, որ Հիսուսը եղբայրներին պիտի ասեր, գնացեք ասեք, բայց Փառք Աստծո Աստված նայում է ով է փնտրում իրան եւ Մարիամին ասավ գնացեք եղբայրներին ասեք, գնացեք ասեք, որ ես հարություն եմ արել, գնացեք ասեք, որ ես ընդեղ եմ, ես հարություն եմ արել, գնացեք ասեք, որ գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Փառք Տիրոջը, դա կապ չունի ով ես դու։ Եթե փնտրում ես քո Տեր Աստծուն, Աստված քեզ հետ բան ունի ասելու, նա քեզ հետ խոսալու բան ունի, նա չի նայում այսօր քո վիճակին, նա չի նայում քո լինելուն, նա նայում է քո սրտի փափագին, նա նայում է ինչքան ես իրան որոնում, Տիրոջ անունը փառավորվի։ Եվ ուզում եմ մի համարը նայենք, ուրեմն 21-րդ գլխի մեջ կենթանի հայտնություն, որը այդ չունենալով ճիշտ ասած այդ բառը իմ հոգին ցնցեց իրոք հավատացեք մի բառ ընդամենը մի բառ որ իրոք կարելի է
լեռներ տեղափոխել մեր կյանքը։ Մի հայտնություն, որը մենք կարող ասենք, դա ինչի է պետք։ Դա ում է պետք այդ բառը։ Ուրեմն նայեմ ենք, չեմ ուզում շատ երկարացնեմ, Ժողովուրդ ջան, ուզում եմ նայենք հենց կոնկրետ այդ տեղը։ Երբ որ Հիսուսը արդեն հանդիպեց այն ժամանակ, որ Պետրոսը ասում էր գնանք ձուկ բռնելու։ Ուզում կարճ ներկայացնենք եւ Սիմոն Պետրոսը նրան ասեց, ես գնում եմ ձուկ բռնելու։ Նրան ասեցին, մենք էլ կգանք քեզ հետ։ Գնացին եւ շուտով մտավ նավը։ Եվ այդ գիշերը ոչինչ չբռնեցին։ Երբ որ արդեն առավոտ եղավ, Հիսուսը ծովի եզերքում կանգնած էր, սակայն աշակերտները չճանաչեցին, թե Հիսուսն է։ Իսկ Հիսուսը նրանց ասեց. «Տղեկ, ուտելու բան ունեք»։ Պատասխանեցին նրան ոչ։ Նա էլ ասեց նրանց. «Հիմա տեսեք մի միտք եւ շարունակենք»։ Եվ ասում է, ողջ գիշերը ձկնորսներ էին եւ ողջ գիշերը ձուկ էին ման գալիս։ Ողջ գիշեր չեն բռնել, առավոտը եկել է մի հատ ուտելու բան չունեն։ Չկա։ Իրոք Ժողովուրդ ջան, մեր կյանքը լմա, որ առանց Աստծո փորձում ենք ինչ-որ բաների հասնենք եւ ոչ մի բան չկա։ Ոնց որ Սաղմոս 2-ն ասում է, ոչ առավոտը շուտ արթնանալով է, ոչ գիշերը ուշ քնելով է։ Նա քեզ պետք է հայտնություն։ Դու կարող ես ունենաս, գուցեև ունես, արդյոք դա Տիրոջ հայտնությունով է։ Այստեղ հարցը նա չի, որ չունեցողը վատը զգա իրան։ Ունեցողն է պիտի վատը զգա, որ իմանա ամեն ինչ որ կա Աստվածանից երկնային է թե չէ։ Որովհետև դա չի կարևորը։ Աստված ասում է ուտելու բան ունես, դու ունես թե չունես։ Եթե փորձել ես չունես, հիմա նայենք Հիսուս ինչ ասում քեզ։ Եվ այստեղ կարանք ասենք այդ բառը անիմաստ է այստեղ։ Եթե մենք լինեինք այդ բառը անիմաստ կհամարեինք։ Եվ ասում է հետևյալը, ասում է տղեկ, կներեք, ասում է եւ Հիսուսը նրանց ասեց. «Ուրկանը նավի աջ կողմը գցեք»։ Աջ բառի վրա մի փոքր նայենք Ժողովուրդ ջան, աջ բառի վրա։ Հիմա եթե բերենք նավակը, պատկերացնենք ընդամենը, չգիտեմ, 1 մետր, 2 մետր, մենք մտածում ենք, ասում ենք, այս խոսքը իմաստ չունի գրքի։ Բայց Հիսուս ասում է աջ։ Սա ինչ էր։ Դա հայտնություն էր։ Հիմա կապացենք Սուրբ գրքով Լուկասի 5-րդ գլխի մեջ գրված։ Այդ նույն պահը տեղի ունեցել մի ժամանակ, երբ որ աշակերտները դուք չէին բռնում, այնտեղ Հիսուսը չի ասում ուրկան աշկոմը գցի։ Ասում է ուրկանը գցի։ Բայց ինչի եկավ հենց ստեղ աջ ասել։ Մենք կմտածենք, պատկերացնեք, կներեք այս նույն օրինակ մեքենան հիմա քեզ ասում են աջ լեռնովի չի։ Դու ասում ես իջնել, ինչ կապ ունի, հիմա ձախով կիջնեմ։ Աստծո խոսքի մեջ փոքր բան չկա, ասենք Փառք Տիրոջը, փոքր բան չկա, բոլոր Աստծո խոսքն է, դու երբեք մի ծրի Աստծո խոսքը, հնազանդվի ամենափոքր բանին եւ դու կունենաս Տիրոջ հայտնությունը։ Եվ ասում է ուրկան աշկոմը գցի։ Եվ գրված ասում է եւ նրանք երբ որ գցեցին, ուրեմն ուրկանը նավի աշկոմը գցեք եւ կգտնեք։ Եվ ասում է կգտնեք, նա չի ասում գցեք, պարզապես գցեք ուղղակի, ասում է կգտնեք, դա քո հայտնությունն է։ Դու հնազանդվի խոսքին, Տիրոջ հայտնությունը նա պիտի գործի քո կյանքում։ Եվ ասում է, եւ նրանք էլ գցեցին եւ չէին կարողանում քաշել ձկների շատության պատճառով։ Փառք Տիրոջը։ Եվ հետո գրված է, ասում է, եւ այդ ուրկանը 153 ձուկ էր, ասում է, եւ ուրկանը չպատարվեց, որովհետեւ դա իրոք հրաշք էր։ Երևի իմ պատկերացնելով մենք գիտենք, որ այդ ուրկանները նրանք աղքատ ձկնորսներ էին, ինչ որտեղ գրված է, որ կարկատում էին այդ ուրկանները, բայց Աստծո հրաշքն է, չի պատարվելու քո ուրկանը։ Եթե Տիրոջ հայտնությունով ես գնում, քո հոգևոր կյանքն է չի պատարվելու, քո ոչ մի բան չի պատարվելու, որովհետեւ դու Տիրոջ հայտնությունով ես շարժվում։ Նայիր Աստծո խոսքին, նա կենթանի է, նա հզոր է։ Եվ դու կունենաս քո սեփականը, քո առաջնորդությունը, եւ պաշտպանված կլես նեղության ժամանակ, գալիք նեղությունների ժամանակ, ինչպես գրված է իմ համբերության խոսքը պահիր, ես քեզ եմ պահելու, գալիք փորձության ժամանակ, սպասվում է երկի երեսը բնակողներին փորձելու, դա քո ուրկանը չի պատարվելու, հիշի դա, Տիրոջ անունը փառավորվի, փնտրենք Տիրոջ հայտնությունը Աստծո ժողովուրդ, չբավարարվենք, որ մենք եկել ենք Աստծուն գնացել, մի բավարարվի, երբ որ դու մի հատ փոքր 2 րոպե գնում ես աղոտ քանեմ կամ
մի երկու էջ կարդում ես, որ ինչ որ դու քեզ մխիթարես արտիրոջից նա քեզ հետ խոսալու բան ունի։ Եբրայեցիների 12-ի մեջ գրված ասում է նա ինչպես որդիների հետ խոսում է։ Նա որդիների հետ խոսում է։ Տիրոջ անունը փառավորվի։ Գանք աղոթքով։ Խնդրենք Տիրոջը։ Զղջանք Տիրոջ առաջ։ Ասենք Տեր, մենք փնտրել ենք, բայց մեր կամքը։ Մենք փնտրել ենք մեր իձերը, մեր նպատակները։ Մենք փնտրել ենք աշխարհինը։ Մենք փնտրել ենք մի բան, որը երկնայինը չի։ Եվ Տերը քեզ ունի տալու քո հայտնությունը, քո ամբողջ կյանքը։ Ամեն։